Ինչ պիտի լինի առավոտ շուտ։ Դե այդ եմ էլի հարցնում, առավոտ շուտ ինչ է եղել, որ տենց մրուտներդ գիտած մանս գալի։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ահա վատ ես տեսել։ Դավիթի հետ ենք վիճել։ Նու ավելի շուտ ինքն է իմ հետ վիճել։ Ինչի համար։ Դավոնը անպատճառ կռիվ չէր անի։ Նա Լեոն չէ, որ ամեն ստից բանից բորբոքվի տակնա։ Դե որովհետև հացաբուլկեղանի բիզնեսի համար գնացել եմ բանկից վարկով գումար եմ վերցրել։ Նարը դու հասկանում ես ինչքան ես հեռու գնացել։ Հա բայց սար ես ուզում եի ընդհանրապես օգնեի։ Բայց դու գիտես, որ մեզ տղեկից հաճելի չի լինում այդ նմանատիպ օգնությունները։ Սորիկ։ Ինչ սարիկ։ Գիտես, մենք մեզ շատ վատ ենք զգում, անհարմար ենք զգում։ Սորիկ ոնց որ միտումնավոր անես, լուրջ եմ ասում։ Հերիք չի Դավոնը ինձնից նեղացել, հիմա էլ դու։ Լավ արև ու նեղացել է Դավոն։ Ես քեզ ինչ էի զգուշացրել։ Իսկ կարիք կա ճշտելու պապային ասել ես, թե չէ։ Չէ, չեմ հասցրել։ Դե դու կարևորը քո ուզած բուն գործողությունը կատարել ես։ Մեր ներվերն էլ քայքայել ես։ Մի խոսքով դուրս եմ գալիս։ Եղավ։ Բարև։ Ինքնագլուխ որոշումներ կայացնող աղջիկ։ Կարամ ներս կամ։ Բարև, արի։ Կամ։ Արի։ Սուրճ կխմես։ Չէ, մերսի։ Բայց դու գնա ու դիր, ինձ մի լսի։ Դով կներես։ Սարիկը տունա կկանչես իրան։ Ուզում եմ ինքն էլ ներկա լինի մեր խոսակցությանը։ Որ նես տպավորություն չլինի, որ ես քեզ համոզել եմ, որ գնաս իմ համար վարկ վերցնես։ Դավ Սարիկը տանը չի, բայց ինքը գիտի ինչ եմ արել ու ինքն էլ է քո պես մտածում, որ պետք է քո հետ խոսայի, նոր այդ քայլին գնայի։ Լուրջ, հասկացել ես։ Վայ Նարա ջան, շատ շնորհակալ եմ քեզ։ Այ հիմա հասկացար, որ ես անիմաստ չեմ ջղայնացել քո վրա։ Դավ, ես հասկանում եմ, որ ոչ միտումնավոր, բայց ես նեղացրել եմ։ Ախր դու էլ ինձ հասկացել, ես փորձել եմ քեզ օգնեմ։ Նարե, դու ինձ օգնում ես քո ներկայությամբ, իմ կողքը լինելով, ոչ թե գնալով բանկից միլիոններով փող վեկալելով։ Դու իմ մատին մատանի ես չէ դրել։ Մենք ցանկացած դժվարություն պիտի միասին հաղթահարենք, որ հետո էլ հաղթանակները միասին տոնենք։ Նարե, արի ուրեմն sense մի հատ բան պայմանավորվենք։ Սրանից հետո ինչ որոշում ուզում ա լինի, կայացնում ենք միասին։ Եթե մենք ուզում ենք ընտանիք կազմենք, պետք է յուրաքանչյուր որոշում իրար հետ հասկանանք, նոր կայացնենք։ Լավ։ Լավ, ոնց ասես։ Կներես, հա ինձ։ Լավ, հերիքա ներողություն խնդրես։ Ավելավա հակնվի դուրս են գալիս։ Ուր։ Գնանք տարածք նայենք։ Հոտնես չեմ թողել այդ միլիոնները վայելես։ Պետք է գնանք մեր երազանքը իրականացնենք։ Ես ուզում եմ րոպե շուտ այդ վարկը փակեմ, որ կարողանամ հանգիստ քնեմ։ Գնա հակնվի։ Պատրաստ եմ։
խոստացել էի միշտ պաշտպանել քեզ։ Բայց չկարողացա խոստումս պահել մինչև վերջ։ Ոս ինչ կպչուն մարդ էր։ Կպչունը ոչինչ է, տարածքն էր շատ վատը։ Վայ դովը մի հատ էլ ինքը ասում է վերջն է տարածքը, պիտի անպայման վերցնենք։ Նա ոչինչ, ցուցակը բացի։ Այս ջնջեցինք, մյուսը որն է։ Փափազյան 5։ Գնացինք։ Դե կեր որ ուժ ունենաս, երեխան առողջ մեծանա։ Պապի դու աշխարհի ամենալավ պապին ես, ես քեզ շատ եմ սիրում։ Հուզիչ բաներ մի ասա, կհուզվեմ, կթուլանամ, չեմ կարողանա ծորանս մեծացնեմ։ Կմեծացնես պապի, բայց ի տարբերություն քեզ Լեոն ու Դավիթը ոնց որ այդքանն էլ չուրախացան։ Լեոն ու Դավիթը աշխարհի ամենալավ քեռիներն են դառնալու։ Պարզապես հիմա մի քիչ նեղված են քեզանից, ոչինչ։ Կեր։ Ուրեմն օգնի ինձ։ Ինչ անեմ, ծամեմ դնեմ բերանդ։ Եթե չուտես չեմ ուտի։ Դե կեր։ Մամ, վերկաց գնանք։ Լարված եմ Լեա։ Վախենում եմ, որ հայրդ չթողնի ներկա գտնվենք։ Իսկ ինձ չի հետաքրքրում պապան ինչ կասի։ Ես պետքա ներկա գտնվեմ հորքուրի հուղարկավորությանը։ Եթե դու վախենում ես, մի արի։ Ուզում եմ ամբողջ ուժով գոռամ։ Ուզում եմ ներսս ամբողջ ցավը հանեմ դուրս, բայց չեմ կարողանում, էլի վիճակի չեմ։ Հորքուրը հաստատ չէր ուզի քեզ սենց տենար։ Դու մենակ չես իմացի, միշտ կողքդ ենք, բայց հիմա գնալու վաղտնակ էր։ Պապի, տես լավա։ Լավա, ապրես։ Եթե ինչ-որ թերի տեղ կա, ասա կողեմ։ Չէ, լավա։ Մանուշ է։ Են որ հղիությունը լավ բանա, ես դա գիտեի, բայց որ այսքան արագ լավ ազդեցություն է թողնելու վրատ, ինձ համար նորություն էր։ Պապի ջան, արի գաղտնիք բացեմ։ Ես ոչ բոլորի հետ եմ սենց բարի ու սիրալիր։
պարտադիր պետք է հղիաներ, որ նոր հասկանայր պապուգինը։ Մի խանդի։ Ես քեզ էլ եմ սիրում ու գնահատում։ Հաց դնեմ ուտես։ Չէ, Ինչի՞։ Նոր տուն մտար։ դե պապ շոկ հա։ Մի հատ մտնեմ հովանամ, հետո կհասկանամ, ուզում եմ թե չէ։ Ոնց են արի իջես։ Կարող է իմ ներկայությունն է պատճառը։ Որովհետև ի տարբերություն քեզ Նարեն գնացել է ամուսնուտ հորքուրի թաղմանը։ Բայց այս վիճակում ուր գնար։ Գրիշն էլ էր դեմ։ Համ էլ չեմ ուզում Գրիշի պապայի դեմքը տեսնեմ։ Նավ մի օր չտեսար, երկու օր չտեսար, բա հետո դեմքը փոխելու է։ Գրիշը մի բան կմտածի։ Ադե բա ոնց Գրիշը շատ ուժեղ տղա է։ Անպայման մի բան կմտածի։ Լսի մեկ-մեկ Լեոն ես դառնում, գիտես։ Դե ախպեր է սա։ Խոնավություն եմ քաշում։ Ամել ես շոքին, այդքան հարթուկ մի արա։ Քո կարգավիճակում քեզ այդ չի կարելի։ Տեսար։ Հիմա էլ կասես անտարբեր են, հա։ Եղբայրներդ ինձանից ու քեզանից ավելի շատ են ուրախացել։ Ուղղակի ցույց չեն տալիս։ Մանուշակ, Հայ պապի վեր թռա։ վայ ուրիշի հագուստա։ Վերջ։ Դու գնացի թողնելով ինձ մենակ։ Արդար չի քուրս։ Մենք մեր մորը խոստացել էինք իրար ձեռք չթողնել։ Ոնց եղավ, որ թողեցինք։ Ու ստացվում է, ես թողեցի։ Ես քեզ մենակ թողեցի քուրս։ Եթե լուրջ բան չկա քո մոտ, քեզ հենց հիմա ու այսօր տանելու եմ իմ տուն, ավելի շուտ մեր տուն։ Հունա, ես լավ եմ։ Ուղղակի լեյկոցիտներն էին ընկել մի քիչ։ Որ հաց ուտես ամեն ինչ շատ լավ կլինի, քեզ հետևի։ Մի խոսքով, ստեղից հենց դուրս եկար գնում ենք մեր տուն։ Չէ էլի, Ինային հաստատ դուր չի գա։ Ինային դուր չի գալիս, թող գնա իր հոր տուն։ Տարա իմ տուն, որ ապահով ձեռքերում լինեիր, որ կողքիս լինեիր։ Ստացվեց չկարողացա քեզ այդ անվտանգությունն ապահովել։ Գտնելու եմ ես այդ որդին ու վիզը պոկելու եմ։ Ես քո գերեզմանին եմ նրա արյունը թափելու։ Եթե դա շարունակեց ապրել, ես ինձ չեմ հարգի։ Իմ կյանքն անարժեք կլինի։ Կարող ես ինձ չհանդուրժել, բայց ես քեզ հիմա մենակ թողնել չեմ կարող։ Ինչքան ենք կռիվ տվել Էռնայի կյանքի համար։ Ինչքան ենք պայքարել, ու ամենաշատը դու ես կռիվ տվել։ Քո կյանքի հաշվին նրա համար ճանապարհ հարթելով։ Կռիվ, որը Ավոն իրան էր վերագրել։ Կարողացել էր Էռնային համոզել ու տրամադրել մեր դեմ։ Քուրս մեռել է։ Չկա ես հողի տակա։ Ու դու հələ շարունակում ես իր միսը ծամել։ Ես նկատի ունեմ, որ Ավոն մի պահ հասել էր իր ուզածին։ Ինը գնա ստեղից։ Չեմ գնալու։ Չեմ գնալու, ուզում ես սպանի ինձ, չեմ գնալու, քեզ սենց մենակ չեմ թողնի։ Վախենում ես կյանքիս վերջ տան։ Չէ։ Հակառակը։ Ես ուրիշների կյանքերը կարամ վերցնեմ։ Իմ ամեն գնով կխնայեմ։ Բայց այդ տավոյի արյունը պիտի թափեմ այստեղ։ Ձեռքերը տավոյի կեղտոտ արյունով ներկելով միայն քեզ ես վատություն անելու։
Ու հետո մենք չգիտենք, Ավոնա գցել մեքենայի տակ, թե չէ։ Եկել ես քրոջս գերեզմանին Ավոյի դատապաշտպան ես խաղում։ Չէ, ես քեզ եմ ուզում անդառնալի ու ճակատագրական սխալից հետ պահել։ Եթե նույնիսկ ինչ որ հրաշքով պարզվի, որ Ավոն բացարձակ կապ չունի այդ մեքենայի տակ գցելու հետ։ Միևնույն է, իմ քրոջ յուրաքանչյուր թափված կաթիլ արցունքի համար պատասխանը տալու։ Վրեժից կուրացել ես, մի արա։ Մի կործանի քեզ ու մեր ընտանիքը։ Առանց այն էլ մեր ընտանիքը քայքայվում։ Քայքայվում է նրա համար, որովհետև ամուսնու ձեռքը բռնելու փոխարեն թշնամու ձեռքն ես բռնում։ Ես ուզում եի մեր երեխան երջանիկ լինի։ Ում կողքին։ Այդ Ավոյի աղբոր լակոտի։ Իրականությունից փախչել ոչ ոքին չի հաջողվել։ Իրականությունը փոխել է յուրաքանչյուրիս հնարավորության սահմաններով։ Իսկ հիմա գնա ստեղից։ Չէ, չեմ գնա։ Ես մենակ չեմ թողնի։ Շնորհակալ պիտի լինես մենակ նրա համար, որ բոլորի ներկայությամբ չբռնեցի թևիցդ ու չշպրտեցի։ Մինչև երբ ենք տանը փակված մնալու Ավո, երբ ես բարեաջելու քո մասին լուր տալ, մեզ էլ ազատել ես գերությունից։ Ջան, ոնց որ նոր ծնված ես, Ավոս, ես ինչ լավ է, ինչ հավես է, կյանքը, ազատությունը, տրամադրությունը, Չորացի, ունանը քեզ է սպասում։
Կյանք դլևս վերցրես գնամ արդեն։ Հələ կզանգեմ կյանք։ Մանան ներս գնա։ Գրիշի հետ ուզում եմ խոսել։ Լսում եմ պապի ջան ասա։ Ցավդ մեծ է։ Հարազատ ես կորցրել։ Ներիր, բայց այդ հարցը պետք է տամ։ Ավոն կապ ունի դրա հետ։ Շատ ուղիղ։ Իսկ ապացույցներ կան։ Թեմայի հետ կապված ապացույց պետք չի պապի։ Մենք ամբողջ կյանքի ընթացքում է տեսել ենք այդ ավոն ոնց է վերաբերվում հորքուրին։ Ներիր, բայց պետք է հարցնեմ։ Ոչ թե նրա համար, որ տղաս է։ Ինչի համար էին հանդուրժում ավոյի ներկայությունը այդ դեպքում։ Հայրդ էլ խեղճ մարդ չէր։ Ինչու էր հանդուրժում։ Հորքուրները հիվանդ դրա համար։ Այս պատմությունը շատ մութանկյուններ ունի Գրիշ։ Ոչ մի մութանկյունը չկա իրականում։ Բայց կներես այս թեմայով առիջ խոսանք էլի։ Ես է պետք է գնամ։ Պապին ուր է։ Դրսում Գրիշի հետ էր խոսում։ Այդ մրգերը ինքն էր բերել։ Հա, Դե կասես մյուս անգամ տենց բան չանի։ Քեզ ինչ պետք է ես կառնեմ։ դա վերջ տուրելի այդ բնավորությանդ։ Ինքն էլ իրավունք ունի իմ համար ինչ-որ բան առնելու։ Ու դրանից հաստատ քո արածը չի արժեզրկվում։ Եթե դու մեր տանն ես, ու քեզ ինչ-որ բան է պետք, ես կանեմ։ Լավ, հա, ոնց ասես, մնում էր մրգերի պատճառով կռվեինք։ Ինչ էր ասում այդ Գրիշը։ Հետ չեկել էր մանանին տեսներ։ Մրգեղեն էր բերել։ Փաստորեն հոգատար է։ Հիմա էլ դու պապի։ Բայց ինչ ասեցի, որ դուրդ չեկավ։ Պարզապես ասում եմ հոգատար է։ Պապ այդ հոգատարություն չի։ Այդ ցուցամոլությունը։ Լավ, դու ճիշտ ես։ Ոնց կասես, ներվեր չունեմ։ Մնաց ես էլ ունեի։ Գերես կարևոր բոյ է։ Պետք է ուսումնասիրես, որ տակտիկան հասկանանք։ Ուսումնասիրելու բան չկա։ Առել մի մեծ է մտածի։ Չեմ մեծ ամտանում, Սարիկ։ Ուղղակի գիտեմ, որը որից է հետո է անելու։ Գեր շատ կարևոր բոյ է։ Պետք է լավ պատրաստես։ Սրանից հետո կարևորը իմ կարիերան է, ու ես։ Ինգերս հետ է գալիս։ Արդեն եկել է։ Ինչ կարա։ Բան չէ, ձած ունեն, ասեցի գամ տենան ոնց ես։ Գետար ավոյ։ Չէ։ Այդ շատ վատ է։ Վատ արամ։
Վարվել է Սարան։ Ինչի որ շատ ես։ Ինչ։ Ասում եմ արևի տակ շատ մի մնա, վարվել ես։ Այս տունը քանդել ու նորից հիմքից սարքել է պետք։ Ինչի եկալ այդ եզրահանգմանը զացունել։ Այսօր քո մոտ ինչ-որ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Ոնց որ ձախ ոտից ես արթնացել, հա։ Չէ, ուղղակի հետաքրքիր է, ինչի եկալ այդ եզրահանգմանը զացունել։ Ոնց։ Այս տունը պիտի քանդվի ու նորից սարքվի։ Ինչ-որ միտեղ, ինչ-որ մի դետալ սխալ է եղել։ Այս տանը իմ հետ այնքան մարդ է սեղան նստել, որ նույնիսկ այն դարպասից ներս գալու իրավունք չի ունեցել։ Այդ շատ վատ է։ Չէ։ Հաստատ ես քանդել ու նորից սարքել է պետք։ Ես գնամ հասկանամ ինչ եմ անում զացունել։ Իսկ ինչ ես անում։ Ավոյն եմ ման գալիս։ Հա, ճիշտ է։ Ապրես։ Հենց կգտնես ավոյն, անպայման ինձ կզանգես։ Լավ։ Խնդիր չկա, ցավդ տանեմ։ Լավ մնա։ Դու էլ։ Լեա, եկել են գրիլան, որ նորմալ սնվես, սառած աչքերով մի կետի ես նայում, ոչ խոսում ես, ոչ ուտում ես։ Երեխեք կներեք էլի իրոք, ուղղակի ոչ հաց ուտելու, ոչ էլ խոսելու տրամադրություն չունեմ։ Լե, իսկ ինչքան է շարունակվելու սովամահ լինելդ։ Դուք ուղղակի ինձ չեք հասկանում։ Լավ էլ հասկանում ենք, Լեա։ Չեք հասկանում, նար։ Մենք միակ բանը, որ չենք հասկանում, այդ քո ու Լեոյի հանկարծակի բաժանումն է։ Մնացած ամեն ինչը հասկանում ենք։ Ուղղակի չեք պատկերացնում, ես ինչ պատմությունների մեջ եմ։ Լեա ջան, որ պատմես կպատկերացնենք։ Մի խոսքով մաման որոշում է ինձ ու Լեոյին ուղարկի երկրից դուրս, որ ամեն ինչ հարթվի, որ երջանիկ լինենք իրար հետ, որ վերջապես այս անիմաստ պատմություններից պրծնենք։ Բայց իհարկե պապան իմանում է դրա մասին։ Գալիս է ինձ հետատանում տուն։ Իսում էլ շարունակությունը կարիք էլ չկա, որ պատմեմ։ Իսկ այ Լեոն մտածում է, որ ես նորից իրան վարկաբեկել եմ, որ նորից իր զգացմունքների հետ ենք խաղացել։ Երդվում եմ, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Նար, իսկ ես Դավիթը ոչ մի բան չէր ասել։ Դուք էլ եք բաժանվել, հա։ Անկեղծ եմ ասում, ոչ մեկիցդ գլուխ չեմ հանում։ Երեխեք կներեք էլի, օֆիսից է։ Հելեն, հաստատ իմ հետ խոսալուց հետո է տիկինինան որոշել տենց բան անի։ Նար մենակ թե իրան չասես, քեզ պատեպատ կտա, գրիլյանում է խայտարակ կլինենք։ Հա, բայց ես առաջին այդ իրա համար եմ արել։ Ախր ինքը այն վիճակում չէ, որ հիմա վերլուծի հասկանա, ավելի լավա սուս ու փուս հացը տուտես։ Այս ամեն ինչը քո սարքածի հետևանքն է։ Ես երբեք չէի ուզի, որ առնայդ սենց բան լիներ։ Երբեք։ Կուզեիր։ Որովհետև բոլորիդ համար ինքը բեռ էր։
Իսկ գիտես իրա ուզածը ինչեր ես կյանքից։ Ընդամենը փոխադարձ սեր, վերաբերմունք, ընտանիք։ Չկա այս աշխարհում քրոջիցս բաց ինչ-որ մեկ ով այդքան սիրել գիտեր։ Վերջ։ Հիմա գնացեք ու հանգիստ ապրեք։ Ինչ կա, պապ ջան։ Ինչ պիտի լինի։ Դեն հորքուրի պարով էլ ինչ նորություն կա։ Կոնկրետ ինչ նորություն է սպասում։ Դա հետաքննությունն ինչ է, ինչ-որ բան պարզվել է։ Այս պատմության մեջ օրինակ ինչը քեզ պարզ չի։ Այ պապ ջան, դե անցի քո թեմային։ Դու որ մի անգամից չգնացիր վերև, ուրեմն կարևոր բան ունես ինձ ասելու։ Կարևոր բան կար խոսալու, բայց ոնց որ մի վախտը չի։ Չէ, ինչի, հիմա իսկական ժամանակն է։ Չստանում պարապ նստած եմ։ Ասա տեսնեմ ինչ աղել տղա ջան։ Իմ ու մանանի պավ եմ ուզում երկու բար խոսամ։ Դե բաս արա։ Ես էլ առավոտից նստած մտածում եմ ախր ինչն է ինձ սենց խանգարում։ Պարզվում է քո ու կեսիդ մասին խոսել է։ Դե ասա տղա ջան։ Որոշել եմ գնանք առանձին ապրենք, այդքան բան։ Դու տուն մտնելուց պետք է մի հատ քեզ հայելու մեջ նայեր ու ամաչեիր։ Խիպը դե ամաչեմ, որ։ Հա, այդ տիպի։ Պապ ջան, չեմ հասկանում ինչ ես ասում, գիտես չէ։ Դե որ մինչև հիմա այս տարիքում բան չես հասկանում, ուրեմն պետք էլ չի։ Ուրեմն լսի տղա ջան։ Կգնաս կաշխատես, տունը կառնես, ու այդ կեսիդ հետ կապրես։ Լավ է, էլի։ Դրա հոպարը հորքուրից սպանի, դու էլ դրան վերցնես գնաս հետը ապրես։ Դա տենց լավ չի։ Գնա իրանց տունը ապրի։ Յան ինչ ես նես բաներ ասում, պապ ջան։ Ընդամենը ընտանիքս եմ ուզում պահեմ, վատ բան եմ անում։ Բացի այդ ավոյ պավը 100% ոչ մի բան պարզ չի։ Իմ համար ես կյանքում ամեն ինչ 100%-ով պարզ է։ Այ մինչև դուք ինչ-որ մի բանի մասին մտածում եք, ես արդեն գիտեմ։ Մտածում եք քայլ անեք, ես արդեն այդ ճանապարհն անցել եմ։ Գիտես ինչ տղա ջան։ Այդ տարածքն ու լոկացիան փոխելով խնդրին լուծում չեք տալիս։ Ուղղակի փախնում եք դրանից։ Պապ ջան։ Մանանի հորը սպանելով հանդերձ, թույլ ես տվեք աստե ապրի, հիմա ինչու ես ինձ մեղադրում, չեմ հասկանում։ Գնաս տեղից Գրիշ։ Դու ինձ դաժան չես տեսել, մեղք ես։ Ջան, մի բան հարցնեմ։ ասա։ Այս Արամը Հունանի աշխատողը չի։ Հունանի աշխատողն եմ։ Բա ոնց եղավ որ մեզ բերեց այստեղ հասցրեց։ Ինչի՞ է քեզ օգնում։ Բայց քեզ ով ասեց, որ օգնում է։ Դե փաստացի մարդը բերեց ինձ երախոն հասցրեց այստեղ։
Այս կյանքը շատ հետաքրքիր բան է, Ռոզի։ Երբեք չես կարող իմանաս, պատկերացնես, թե ով համար ինչ կանի, երբ կանի ու ոնց կանի։ Էլի բան չեմ հասկանում։ Դե նորմալ է, իմ ճակատին գրված է, որ կողքս մարդնի ու բան չհասկանա։ Պետք էլ չի։ Չէ, ավո, պետք է, որովհետև վախենում եմ։ Վախենալու պատճառ չունես։ Արամս բերեց, հասցրեց մոտս։ Էլ ինչ վախենալ։ Վայ, ունան, հողերս գլխի։ Այսքան տարի ապրում ես, բայց մի հատ կողքդ հավատարի մեկը չունես, որ ձեռքդ քցես ուսին, այ տղա։ Էլ այդքան ունեցածդ ու ապրածդ, ում ա պետք, ինչ կոպեկի արժեք ունի։